Խաղաղություն սիրելիներ, ուրախ եմ, որ այսքան մարդ այսօր հավաքվել է, եկել ենք միասնական սովորելու, որովհետև ես էլ ձեզ հետ սովորելու եմ, ինձ էլ է շատ պետք այս դասերը, որպեսզի իսկապես փոխվի մեր հասկացողությունը դեպի աղոթքը, մեր մոտեցումը դեպի աղոթքը, որ ավելի շատ գնահատենք աղոթքը և ավելի լրջորեն մոտենանք աղոթքներին ու իմանանք ինչ կարող է աղոթքը անել։ Ուրեմն նախքան իշխանության հասնելը, ուրեմն սկսենք ինչ է անում աղոթքը մեր միջոցով, անցած դասին մենք սովորեցինք ինչ էր աղոթքը, դա հանդիպումներ Տիրոջ հետ և ով ենք մենք Տիրոջ համար, դա մենք քահանայական ցեղ ենք, չէ որ Աստված կանչեց քահանայական ցեղին, որպեսզի նրանք կանգնեին Աստծո առաջին և կատարեին Աստծո հրամանները։ Իսկ հիմա շարունակենք, նայենք, թե ինչ է անում աղոթքը մեր միջոցով, սիրելիներ, որովհետև եթե չիմանանք ինչ է անում աղոթքը մեր միջոցով, մենք շատ պարտություններ կունենանք մեր աղոթքների մեջ։ Այստեղ ընդհանրապես սատանան մեզ ինչից է ընդհանրապես վախենում, նա ոչ թե վախենում է հավատացյալներից, այլ վախենում է հավատքով բարձրացող աղոթքներից։ Հիմա սրա համար նայենք, թե աղոթքը ինչ դեր ունի մեր կյանքում, ովքեր են աղոթողները և ինչ դեր են կատարում և Աստված ինչպես է օգտագործում աղոթողներին։ Դառնանք նորից Աստվածաշնչին 5 կտակարանին, սիրելիներ, ես այստեղ գրել եմ Ելիցի 17-րդ գլուխը, ուղղակի համառոտ պատմեմ այն պատմություններ, որ Հեսուն և զորաբանակը պետք է գնային պատերազմելու, Մովսեսը այդտեղ ուղարկում է բանակին, բայց ինքը Օվրի և Ահարոնի հետ բարձրանում է լեռը աղոթելու։ Հիմա նայենք այս դրվագը, սիրելիներ, ինչու ինքը Մովսեսը ուղարկեց, Մովսեսը վստահ էր Հեսուի ուժի վրա, նրա փորձառության վրա, վստահ էր զորքերի վրա, բայց երբ որ ինքը ուղարկեց զորքին, ինքը ամիջապես բարձրացավ լեռը, կներեք, այսպես է միշտ բանանում, այսպես է գլուխս դառնում, ներող եղեք։ Ինչու բարձրացավ, որովհետև Մովսեսը հասկանում էր հաղթանակի ճանապարհը, հաղթանակի բանալին։ Հաղթանակը ոչ թե զորքն էր տանելու, Հեսուն էր տանելու, այլ հաղթանակը աղոթքն էր տանելու։ Հիշում եք, երբ որ ինքը բարձրացավ, երբ որ ձեռքերը բարձրացնում էր, ինքը աղոթում էր, ձեռքեր բարձրանալ նշանակում է աղոթել, բանակը հաղթում էր, բայց երբ որ իր ձեռքերը իջացնում էր, այսինքն դադարում էր աղոթքը, Հեսուն պարտվում էր, բանակը պարտվում էր։ Դրա համար, այո, սիրելիներ, պատերազմի մեջ հաղթողը դա աղոթքն է։ Դրա համար էլ Աստված մեզ ինչ ասեց, ձեր պատերազմը ոչ թե մարմնի դեմ է, Հեսուն մարմնավոր էր կռվում, բայց Մովսեսը հոգևորապես էր կռվում։ Եվ տեսնում ենք տարբերությունը հոգևորի և մարմնավորի։ Մարմնավորը չի կարող հաղթել առանց հոգևորի։ Պետք է հոգևոր պատերազմներ, սիրելիներ։ Եվ Մովսեսը դա շատ լավ հասկացել էր ու գնահատում էր ու գիտեր, որ Աստված տվել է զորությունը աղոթքի մեջ, տվել է հաղթանակը աղոթքի մեջ։ Ուրեմն մեզ ինչ է պետք, սիրելիներ, հասկանանք, թե ինչքան կարևոր է մեր աղոթքները և ավելի իրոք լրջորեն մոտենանք և ավելի գնահատենք այն աղոթները, որ մենք կանգնում ենք, հանդիպում ենք ունենում և բարձրացնում ենք մեր բարեխոսությունները, պատերազմական կա, տարբեր տեսակի աղոթներ կան։ Շարունակենք, սիրելիներս։ Յոնգիչոյին ես վստահ եմ, որ բոլորը ճանաչում եք, ճանաչել եք և գիտենք, որ Յոնգիչոյի միջոցով Աստված շատ մեծ գործեր է անել և միլիոնավոր մարդկանց փրկության է բերել։ Յոնգիչոն իր կյանքում ասել է, հոգևորի կյանքում կա 3 կարևոր բան, առաջինը աղոթքը, երկրորդը աղոթքը, երրորդը աղոթքը։ Եթե այդպիսի հռչակավոր
Աստծո ծառան, որ իր ամբողջ կյանքի ընթացքում նա հասկացել է, որ միակ բանը դա աղոթքն է, որ աղոթքով կարող ես աշխարհին հասնել, ամբողջ մարդկության փրկությանը, ուրեմն մենք իրոք պետք է հետևենք մեր առաջնորդներին, մեր իմաստուններին, նրանք, ովքեր որ անցել են այդ ճանապարհը, որոնք որ ապրել են այդ ճանապարհը եւ ունեն այդ փորձառությունը եւ այսօր փոխանցել են մեզ, որպեսզի մենք էլ ճիշտ ուղղություն բռնենք եւ գնանք այդ կյանքով։ Մեր զորությունը, անդրադառնանք զորությանը, մեր Խաչատուր եղբայրը ճիշտ ասեց, ես այստեղ Google արեցի ուղղակի նայելու, թե ինչպես է Google-ը մեզ տալիս, իշխանությունը տալիս է, որ դա հեղինակություն, իրավարչական կամ քաղաքական միավոր, այդպես է տալի, պետական գործեր ղեկավարող լիազորությունների ամբողջություն, այդպես ինքը տալիս է։ Որպեսզի մեր աղոթները սիրելիս լինեն զորավոր, նախ պետք է մենք իմանանք, որտեղից է գալի այդ զորությունը մեզ, դեպի մեզ։ Իսկ այդ զորությունը մեզ գալիս է, մենք բոլորս գիտենք, որ գալիս է Աստծուց։ Նա մեզ իշխանություն տվեց։ Ես այստեղ մի գիրք եմ կարդում, Քենեթ Հեգինը, չգիտեմ դուք ունեք այս գիրքը։ Շատ լավն է, հավատացյալի իշխանությունը, սիրելիներ, խորհուրդ կտամ կարդացեք։ Շատ օգնում է մեր հոգևոր կյանքում հասկանալու հավատացյալի իշխանությունը, որ ինչպես Աստված իշխանություն է մեզ տվել կարիճների, իժերի, օձերի վրա քայլելու եւ նրանք մեզ ոչինչ չեն կարող անել։ Դրա համար նախ որպեսի ունենանք այդ իշխանությունը, առաջինը մենք դա զգացմունք չէ, որ մենք զգանք, դա հավատք է, դա Աստծուց եկած զորություն է, որ մենք վերցնում ենք դա Աստծուց մեր հավատքի շնորհիվ։ Նորից եմ ասում, դա զգացմունք չէ, որ դու զգաս, ասես, ու զորացա։ Այո, դու քո աղոթքների մեջ էլ, մենք մեր աղոթքների մեջ էլ, մեր ընթացքի մեջ էլ ենք հասկանում, որ մենք զորացել ենք, չկա էլ այն ապրումները, չկա էլ այն մտորումները, այն վախերը, այն ամենը, ինչը որ մենք ունեինք նախքան մեր աղոթքելը, նախքան մեր հոգու Աստծու հետ հանդիպումը, մենք դրանից էլ ենք զգում, բայց մենք իրոք մենք պետք է հավատանք, քանի որ գրված է, որ նա տվել է այդ իշխանությունը տրվեց Հիսուս Քրիստոսին Աստծո ձեռով եւ Աստված Հիսուսը այդ իշխանությունը տվեց, չէ՞ որ երբ որ համբարձվեց նա ասեց ես տալիս եմ իշխանություն ձեզ գնալու եւ բովանդակ աշխարհին քարոզելու, դևեր հանելու, հիվանդներին բժշկելու, դա որտեղից է գալիս, մեր Տիրոջից, այդ ամենը գալիս է մեր Տիրոջից։ Որ բանանեմ շատ երկար կտևի, ուղղակի այստեղ մի քիչ կրճատեմ, սիրելիներ։ Ուրեմն կան 4 կետեր եմ ես առանձնացրել, որոնք որ կարող են խանգարել մեր աղոթքներին։ 4 թշնամիներ, ես կարող եմ ասել, առաջին թշնամին, որ ես գրել եմ եւ առանձնացրել եմ, սիրելիներ, դա վախն է։ Վախը։ Երբ որ վախը գալիս է դեր, սիրելիներ, կարծես մենք պարալիզացվում ենք, կորցնում ենք մեր զորությունը, իշխանությունը եւ չենք կարողանում այլևս պատերազմել, կռվել, չենք կարողանում այդ զորությունը վերականգնել մեր մեջ։ Մենք չենք կարող համ վախենալ, համ իշխել։ Դրա համար պետք է ամենաառաջինը Աստված ուզում է, որ մեր վախի հարցերը մենք լուծենք։ Այստեղ Սուրբ գրքի մեջ կա գրված, հիշում եք, այնտեղ որ Եղիսեն ինքը Հեզաբելի երեսից փախնում է։ Եղիան, ներողություն։ Մի օր առաջ Եղիան ինչ էր արել, ամբողջ կրակներ իջեցրել, 400 մարգարեների սպանեց, գլխատել տվեց, իր ձեռքով նա գլխատեց եւ հաջորդ օրը, երբ որ Հեզաբելից լուրը հասավ, որ ես քեզ նրանց նման եմ անելու, այսինքն քեզ սպանելու եմ, այդ Աստծո զորավոր մարտիկը, զորավոր մարգարեն նա վախեցավ եւ կորցրեց իր իշխանությունը։ Նա վախկոտ մի անձնավորություն դարձավ, որը փախնում էր, նույնիսկ բողոքեց Աստծուն, որ ինքը ուզում է մեռնել, ինքը չի ուզում ապրել։
Վախը ոչ թե միայն գողանում է մեզանից մեր իշխանությունն ու զորությունը, սիրելիներ, նաև մեր ինքնությունը։ Եղիան կորցրեց իր ինքնությունը, նա չտեսավ, չիմացավ, թե ինքը ով է։ Նա մոռացել էր, որ մի օր առաջ նա Աստծո հզոր մարգարե էր և նա Հեզաբելի երեսից փախնում էր, որպեսզի բան չլիներ։ Եկենք մի ուրիշ օրինակ էլ սիրելիներ դիտարկենք, երբ որ Սավուղը և բանակը Գողիաթի դեմ էր պայքարում։ Ամբողջ բանակը ինչ էր արել, վախի մեջ էր, վախից բռնվել էր։ Չէին կարողանում շարժվել, հազարավոր բանակ կանգնած, նրանք չէին կարողանում ստապվել, չէին կարողանում դուրս գալ այդ վիճակից և դուրս գալ պատերազմելու։ Վախը ինչ կարող է անել մարդուն։ Դրա համար, սիրելիներս, առաջի բանը, որ մենք պետք է հարցը լուծենք, դա վախի հարցն է։ Անպայման պետք է լուծենք։ Եվ Դավիթը ինչպես արեց, սիրելիներ, երբ որ վախը եղավ տեսավ բանակը, երբ որ վախի մեջ էր, ինչ արեց Դավիթը։ Դավիթը գնաց դեպի Հեղեղատը։ Հեղեղատը, որտեղից նա քարերը ընտրեց։ Նա այստեղ ճիշտ է, այնտեղ մարմնավոր է 5 կտակարանում, բայց նոր կտակարանում և մենք հոգևոր դաշտում հասկանում ենք, որ Հեղեղատը դա Աստծո Սուրբ Հոգու Հեղեղատն է։ Դա աղոթքն էր, նա գնաց աղոթքի տուն, որտեղից նա գտներ Գողիաթի դեմ պայքարելու քարը, խոսքը, այն ամենը, որը կտապալեր Գողիաթին։ Նա չգնաց ոչ միտեղ, նա դիմեց Հեղեղատին և Հեղեղատի մեջ նա գտավ այդ քարը, որը տապալեց Գողիաթին։ Դրա համար, սիրելիներ, որպեսզի երբ որ վախը բռնում է, ինչ ենք մենք անելու։ Ոչ թե մեզ հետ էլ է շատ պատահել, երբ որ վախը գալիս է, առաջի ռեակցիան ինչ անեմ, ոնց անեմ, չէ, ինչքան է լինում, դիմում ենք այստեղ, դիմում ենք այնտեղ, բայց այստեղ այնտեղ դիմելու փոխարեն դիմենք Հեղեղատին, աղոթքին դիմենք։ Եթե մի քանի րոպե մենք մտնենք մեր ծածուկ սենյակը, աղոթենք, Աստված անպայման կտա մեզ խոսքը, կտա մեզ քարը, այդ քարը, որը որ խոսքն է, Տիրոջ խոսքն է, և դրանով մենք կստանանք այդ հարցի, վախի հարցերը մենք կլուծենք։ Մենք անպայման մեր հարցի լուծումը կտանք։ Երկրորդը, սիրելիներ, երկրորդ բանի թշնամու մասին, որ ուզում ենք խոսել, դա չներելն է։ Ինչը կարա կանգնեցնել մեր աղոթքը, սիրելիներ, գողանալ մեր աղոթքի զորությունը։ Մենք կարող ենք էլի աղոթել, հարցը աղոթելը չէ, բայց արդյոք զորություն կունենա այդ աղոթքը, արդյոք տեղ կհասնի, արդյոք իր գործը այդ աղոթքը կկատարի։ Ոչ, եթե մեր մեջ կա չներելու խնդիր, կա չներելը, ուրեմն մենք պետք է առաջնային դրա հարցը լուծենք, որովհետև թշնամին էլ է ասում, սիրիր, մեր Տերն էլ է ասում, սիրիր քո թշնամուն, այսինքն չարի փոխարեն, ինչ որ մեզ հատուցում են, դրա փոխարեն մենք պետք է բարին փոխհատուցենք։ Եթե մենք դրա հարցերը կարողանանք այդ չներելու, շատ օրինակներ կա, սիրելիներ, շատ օրինակներ, Աստվածաշնչի մեջ, եթե մենք նայենք, այնքան օրինակներ կա չներելու։ Դահեկանը, մեկը որ 100 դահեկան էր պարտք, մեկը որ մյուսն էլ իրեն 1000 դահեկան էր, 1000 դահեկանը իրան ներվեց, բայց այն որ 100 դահեկան էր իրան չներվեց, ինքը չներեց և վերջը տեսնում ենք, թե ինչ եղավ։ Դրա համար, սիրելիներ, որպեսզի մեր աղոթքը ավելի արդյունավետ լինի, ավելի զորավոր լինի, ավելի նպատակին խփի, ճեղքում բերի, լուծում բերի, մենք պետք է լուծենք չներման հարցը, որովհետև իրոք շատ տեղեր կա, ես չեմ ուզում բոլորին անդրադառնանք, որ չներելը դա կարող է շատ մեծ արգելք հանդիսանա մեր աղոթքի կյանքին։ Երրորդը, սիրելիներ, երրորդը, որ ուզում եմ կարդալ, դա չհամբերելն է, մինչև վերջ չգնալը։ Եկենք նորից դառնանք Աստվածաշնչին։ Սավուղը ինչու կորցրեց իր իշխանությունը, թագավորությունը։ Նա 7 օր պետք է սպասեր, բայց նա չսպասեց։
չսպասեց եւ նա կորցրեց իր իշխանությունը, կորցրեց իր թագավորությունը, կորցրեց իր օծությունը, սիրելիներ։ Դրա համար մենք էլ մեր կյանքերում եղել է, որ աղոթել ենք, եկել է, որ պիտի տեսնենք ու տեսնում ենք, որ փոփոխություն չի գալիս, հետ ենք քաշվում։ Դրա համար Աստված ինչ է ասում, անդադար աղոթեք, շարունակական աղոթեք։ Մի մարդուց լսեցի, որ ասում է, եթե աղոթել եք, ու էլ բան չունեք անելու, նորից աղոթեք։ Աղոթենք, սիրելիներս, հիշենք այդ մյուս կնոջը, որ դատավորը, որ ասում է, ոչ Աստծուց էր վախենում, ոչ էլ ժողովրդից էր ամաչում, բայց այդ կինը, որպեվայրին գնում էր անդադար, որպեսզի իր դատը լուծեր, եւ ինչի շնորհիվ հասավ իր համառության շնորհիվ, որ ինքը չդադարեց դիմելուց, չդադարեց գնալուց։ Աստված ուզում է, որ մենք իրոք այդպիսի բան չունենանք մեր մեջ, չհանձնվենք, չկանգնենք, սիրելիներս։ Եվ չորրորդը, որ կարող է արգելք հանդիսանալ մեր աղոթքներին, դա մեղքն է, մեղքի կյանքն է, սիրելիներս։ Մենք ամեն անգամ կանգնելուց Աստծո առաջին մենք պետք է քննենք մեր անձերը, արդյոք սրբության մեջը։ Սիրելիներ, նայենք մի օրինակ դառնանք նորից Աստվածաշնչին։ Ինչու Աստված ընտրեց Ղևտացիներին, Ղևի ցեղին որպես քահանայական ցեղ։ Աստված չէր որոշել հենց սկզբից, որ հենց Ղևի ցեղն է կանգնելու։ Բայց երբ որ հիշում եք հորթը, որ սարքեցին, եկավ Մովսեսը ներքև, հորթը ինչ արեց, եւ որ Աստծուց խոսք ստացավ, ասեց, ով որ Աստծու կողմն է, թող կանգնի իմ կողքը։ Եվ միայն Ահարոնը եւ Ղևի ցեղն էր, որ անցավ Մովսեսի կողմը։ Այսինքն դա այն ցեղն էր, որը ատում էր մեղքը, չընդունեց մեղքը։ Դրա համար էլ Աստված Ղևի ցեղին ընտրեց որպես քահանայական ցեղ։ Տեսնում եք, ինչ կարող է անել մեղքը։ Դրա համար մենք էլ, սիրելիներս, Աստված նայում է մեր սրտին, մեր սրբությանը, ինչքան ենք ձգտում սրբության, ինչքան ենք ձգտում սուրբ կյանք ունենալու, ինչքան ձգտեցինք, ինչքան սիրեցինք, ինչքան պատերազմ մղեցինք, սիրելիներս, ինչքան մեզանից կտրեցինք, այդ մեղքը հեռացրեցինք, այնքան մեր աղոթները զորավոր կլինի, այնքան Աստված կլսի մեր աղոթքները։ Լավ, հիմա անցնենք այն 4 կետերը, որոնք որ կօգնեն մեզ, սիրելիներ, մեր աղոթքի կյանքում, որ մեր աղոթքը ավելի իշխանությունով կլինի, զորությունով կլինի եւ փոփոխություններ կբերի մեր կյանքերում եւ բոլորի կյանքերում, ում համար որ մենք կանգնում ենք որպես աղոթողներ։ Տիմոթեոս, ուրեմն մինչև սկսել ասեմ, որ Տիմոթեոս 2:1-ում ասում է, որ ամեն բանից առաջ աղոթք անել։ Սիրելիներ, դա չի նշանակում, որ ասենք միայն տնից դուրս գալուց կամ առավոտները ելնում ենք աղոթելու, այո, դա լավ բան է, դա պետք է, բայց ամեն բանից առաջ աղոթք անելը նշանակում է հայտնություն ունենալ Տիրոջից, մարգարեական խոսք, չէ որ Աստված ասում է, ինձանից հարցրեք, անգամ գալիք բաները ինձանից հարցրեք, երբ որ մենք ունենում ենք Աստծուց խոսք, մարգարեական խոսք, ունենում ենք հայտնություն, մեր աղոթները շատ ավելի զորավոր է լինում, ավելի իշխանությունով է լինում այդ աղոթքները։ Երկրորդը, հավատքը։ Երկրորդ բանալին, որ մեզ համար մենք ունենք, դա հավատքն է, սիրելիներ։
Այստեղ Մատթեոս 21-22-ը եւ Մարկոս 11-24-ը։ Եթե բացենք, այստեղ մի տեղ ասում է ինչ որ հավատքով խնդրեք, կառնեք, եւ մյուս տեղն էլ ասում է ինչ որ խնդրեք, հավատքով կառնեք։ Այսինքն եւ խնդրելն է լինելու մեր հավատքով, եւ Աստծուց սպասելը եւ առնելն է լինելու հավատքով։ Այո։ Եթե բացենք կարդանք, մեկ վարքյան, բացենք կարդանք, սիրելիներ, որպեսզի ավելի բարձ լինի, Մատթեոս 21, ես այստեղ կարծեմ նշել եմ, 22 խոսքը, 21-ը էս է, 22-ը, ասում է, երբ Հիսուս, նո, չէ, 20, եւ ամեն ինչ աղոթքի մեջ հավատքով խնդրեք կստանաք։ Իսկ Մարկոս 11-ը, բացենք հիմա էլ Մարկոս 11-ը, Սրա համար ասում եմ ձեզ, թե ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք, հավատացեք, թե կառնեք։ Հավատացեք, որ կառնեք։ Այսինքն հավատքով խնդրել, որ երբ որ մենք կանգնում ենք Աստծո առաջին եւ աղոթում ենք, Աստված էլ է ասում, չէ խոսքը, ինձ մոտեցողը պետք է հավատա։ Որ մենք պետք է հավատքով մոտենանք Աստծուն, հավատքով կանգնենք, իմանանք մեր իշխանությունը, սիրելիներ, որովհետև երբ որ մենք չիմանանք մեր իշխանությունը, չունենանք այդ հավատքը, Աստծու առաջ կանգնելու մեր իրավունքը, մենք չենք կարող, մեր շահավետ չի լինի, ջեղքում բերող չի լինի, զորավոր չի լինի մեր աղոթները, շատ թույլ ու տգար կլինեն։ Միշտ են խնդրողի, բայց չէ որ այդ իշխանությունը, այդ հավատքը Աստված մեր մեջ դրել է, որ մենք հավատքով խնդրենք մեր օրվա հացը։ Հայր մեր աղոթքի մեջ մենք ասում ենք, տուր մեր օրվա հացը։ Դա ոչ թե խոսում է մեր ամեն օրվա հացը, որ մենք ուզում ենք մեր երկրային հացի, դա մեր հոգևոր հացն է, սիրելիներ։ Մենք առավոտ հելնում ենք, թշնամին մեզի բերում է անհաջողության հացով է կերակրում, անխաղաղության հացով է կերակրում, պրոբլեմների հացով է կերակրում, մտածեք, ամեն առավոտ, ինչ է թշնամին հրամցնում, բայց մենք իշխանություն ունենք, հավատքով մոտենալու, Աստծուց խնդրելու մեր հացը, երկնային հացը, խաղաղության հացը, բարիության հացը, սիրո հացը, ինչ հացի կարիք ունենք, սիրելիներ, մենք իշխանություն ունենք օրվա վրա, մենք կարող ենք փոխել մեր օրը, մենք կարող ենք փոխել մեր ապագան, մենք կարող ենք փոխել շատ բաներ, որովհետև Աստված մեզ իշխանություն է տվել փոխելու, տիրելու օրվա վրա, տիրելու ապագայի վրա, մենք դեռ աղոթները կանցնենք, ուղղակի ես չեմ ուզում շատ օրինակներ, շատ բաներ բերել, որտեղ երբ որ աղոթների տեսակները ուսումնասիրենք, այնտեղ շատ օրինակներ կբերենք, թե ինչպես մենք կարող ենք փոխել, այո, այն ծրագրերը, որ Աստծո ծրագրերի մեջ չեն, մենք կարող ենք այնպես անել, որ այդ ծրագրերը բերենք Աստծո ծրագրերի մեջ, փոխենք Աստծո ծրագիրը, կարենք, Աստված տվել է մեզ այդ իշխանությունը, այո, լավ է, որ դնենք ձեռքերնից բանի վրա դևերին քշենք, կամ էս անենք, կամ են անենք, բժշկություններ, շատ լավ է, բայց ամենակարևորը, որ հասկանանք մեր իշխանությունը եւ մենք իշխենք ամեն բանը, ինչ որ Աստված մեզ տվել է, Ադամը կորցրեց այդ իշխանությունը, կորցրեց նա, իսկ Հիսուսը մեզ վերադարձրեց այդ իշխանությունը, հավատքով վերցնելու, հավատքը շատ բան է փոխում, շատ է օգնում մեզ Աստծո առաջ կանգնելու, մեր աղոթները զորավոր իշխանությունով բարձրացնելու, իշխանությունով Աստծուց խնդրելու, որովհետև մենք ունենք որդիական իշխանություն, ճիշտ է, Աստված մեզ որդիական իշխանություն տվեց, որպեսզի վերցնենք մեր հացը, մեր կարիքը, հոգևոր կարիքները, սիրելիներ, ասում է խնդրում եք, չունեք,
որովհետև սխալ կերպով եք խնդրում։ Աստված չի ասում մեզ մարմնավոր կարիքների համար, Աստված ասում է մեր հոգևոր կարիքների համար։ Եվ մեզ կտրվի, հավատքով ամեն բան կտրվի։ Եվ չորրորդը վերջինը հասանք միաբան աղոտ, երրորդը, հարատև աղոտքը սիրելիներ։ Երրորդը ջերմեռանդ, այո, հարատև աղոթելը։ Հարատևել մեր աղոտքների մեջ, սիրելս։ Եթե այնտեղ մենք այն թշնամիների մեջ մենք տեսանք, չէ, այն հակառակորդը որն էր, որ կանգնեցնում էր մեր աղոտները, որ չհամբերենք, այո, մենք չշարունակենք մեր աղոտները, իսկ դրա հակառակը ջերմեռանդ աղոտներն են, հարատևողական աղոտքները, սիրելիներ, որ երբեք չդադարեցնենք մեր աղոտքները, ինչ էլ որ լինի, եթե պատասխան էլ չունենք, դարձյալ աղոթենք ու աղոթենք, որովհետև Աստված նայում է ջերմեռանդ աղոտքներին։ Եվ վերջինը սիրելիներ, միաբանության աղոթքը, միաբանությունը սիրելիներ, միաբանությունը շատ մեծ դեր է կատարում աղոթքի հավատացյալների ճեղքման եկեղեցու կյանքում։ Եկեղեցին պետք է ունենա միաբան աղոթքներ։ Դրա համար, երբ որ Արմեն եղբայրը միշտ ասում է չորեքշաբթի օրը սիրելիներ եկեք աղոթքի, այո, մեկ ժողովրդական խոսքը չէ ասում է գյուղ կանգնի, գերան կկոտրի, հիմա մենք ենք, եթե մենք բոլորս կանգնենք միասնական և աղոթենք, մենք շատ փոփոխություններ կարող ենք բերել, և մեր ընտանիքների մեջ, և մեր հայրենիքի մեջ, և մեր տների մեջ, որովհետև Աստված սիրում է միաբանությունը։ Նորից, անցած անգամ հիշում եք, մենք դիտարկում ենք միաբանությունը, դա մեկը, երկուսը, երեքը, օքեյ, թիվը պետք է, միաբանությունը, այսպես եք մենք կարող ենք նայել, մեկ, եթե ունենք երկու հատ մեկ, եթե դրանք միաբանենք, ինչ է դառնում, երկուս, բայց երբ որ մեկացնենք, տնենք իրար կողքի, դառնում է 11, որը 11 ավելի մեծ է, քան թե երկուսը, այսինքն մեկանանք, մի հոգով, մի մտքով, մի նպատակի համար կանգնենք, և դա շատ ավելի զորավոր է, և Աստված ուզում է, Հիսուսը ինչ ասեց, հայր սրանց, որ աղոթում էր, ասեց, նրանց դարձրու մեկ, ինչպես ես եմ մեկ, մենք ենք մեկ, որ մեկանանք մենք բոլորս, եկեղեցին մեկանա Տիրոջ հետ, եկեղեցի մարմինը, որովհետև սիրելիներ, Աստված, երբ որ կարդակ ես իշխանության գիրկը Քենեթ Հեգիին, տալիս է, որ այո, շատ այդ իշխանության մասին, որ խոսում է, շատ լավ բաներ է ասում է, Աստված առանց մեզ չի կարող գործել։ Եթե մենք մտածում ենք, որ Աստված կգործի, կանի, չի անի։ Այն ինչ, որ Աստված եկեղեցուն տվել է, եկեղեցին պետք է անի։ Աստված առանց եկեղեցու չի կարող, գլուխ առանց մարմնի չի կարող գործել։ Իսկ մարմինը ով է, եկեղեցին ենք, ես ու դու ենք։ Իսկ երբ որ մենք մի նպատակի համար միավորվում ենք, միաբանվում ենք, և աղոթում ենք, պայքարում ենք, ասում է 1000 հոգի մի կողմից կընկնի, 10,000 աջ կողքիցս կընկնի, այդպես Սաղմոսների մեջ էլ խոսք կա սիրելիներ։ Քանի 10,000-ներ մենք կարող ենք միասին ջարդել, հաղթել, ճեղքումներ բերել, և ինչքան մենք հրաշքներ ենք տեսել, սիրելիներ, հրաշքների ենք սպասում, բայց չենք ուզում գործել, մենք ուզում ենք մեր գործը տալ Աստծուն, Աստված ջան արա, դու արա, հրաշք գործի, բայց ինչպես, առանց այս կետերի, որ կար, մենք չենք կարա, մենք ոչ կարող ենք կանգնել պատերազմել, ոչ էլ հրաշքներ երկնքից բերել ներքև։ Այսքանը սիրելիներ, հուսամ կարողացա որոշ չափով օգտակար լինել, սովորենք միասին, քննարկենք միասին, դուք էլ շատ օրինակներ ունեք, դուք էլ կյանքի փորձառություն ունեք,
Սիրելիներ, այդ բաներով մենք կարող ենք կիսվել իրար հետ եւ ավելի շահավետ դարձնել եւ իսկապես փոխվի, ես ուզում եմ, որ փոխվի մեր աղոթքի կյանքը, ավելի զորավոր, ավելի իշխանությունով, վերցնենք իշխանությունը իրավունքը մեր ձեռքը եւ խեղճ աղոթներ չանենք, խեղճացած, բանում, մեզ տվել է իշխանություն Տերը, շնորհակալ եմ, Տերը օրհնի բոլոր, համա երեքը հարատևելը